Սա սովորական ստուդիա չէ, այստեղ ամեն ինչ, լույսերը, տեսասարքը եւ հատկապես բազմոցը նախագծված են հնարավորություն տալու Կարաչիի խուլերի Ռիչ դպրոցի աշակերտներին զգալ երաժշտությունը։ Սովորաբար խուլ մարդիկ զգում են միայն բաբախող ռիթմի ֆիզիկական թրթիռները։ Լսողության խնդիրներ ունեցողների համար մասնագիտացված Coke ստուդիայում փորձարկվում է բազմազգայական եղանակ, որը կառավարվում է անմիջապես հնչող երաժշտությամբ։ Ճարտարագետ Օվայս Սիդիկուի խոսքերով չինական տեխնոլոգիայով աշխատող երաժշտական բազմոցի զգայական մեխանիզմները ձայնային հաճախականության հիման վրա ստեղծում են հարվածային գործիքների զգացողություն։ Եվ դա դեռ ամենը չէ։ Լուսավորությունը համապատասխանեցված է կիթառի հնչյուններին, բացի այդ տեսահոլովակը ենթագրեր ունի, արդյունքում երաժշտական բազմոցին նստած խուլ երեխան կարող է երաժշտությունը զգալ թրթիռների միջոցով, տեսնել փոփոխվող լույսերը եւ կարդալ երգի տեքստը։ Անամ Հաշիմը իր փորձառության մասին է պատմում դասընկերներին։ Ես նստած էի բազմոցին, տեսնում էի լույսերը եւ զգում թրթիռները։ Սա իմ առաջին նման փորձառությունն էր եւ ինձ շատ դուր եկավ։ Հուսով եմ կրկին կնստեմ այդ բազմոցին։ Ես երբեք երաժշտություն չէի լսել եւ չափազանց տպավորված եմ։ Դպրոցի տնօրեն Սարա Շայխի խոսքերով Coke ստուդիայի հետ համատեղ նախագիծը կարևոր զարգացում է լսողության խնդիրներ ունեցող շուրջ 9 միլիոն պակիստանցիների համար։ Լսողության խնդիրներ ունեցող երբևէ երաժշտություն չլսած աշակերտը կամ չափահասը կարող է պարզապես մտնել հատուկ հարմարեցված սենյակ, որտեղ կարող է տեսնել երգչին, հետևել նրա դեմքի արտահայտությանը, կարդալ երգի բառերը, զգալ բազմոցի շարժումները եւ տեսնել լույսերի առկայծումը։ Սա հրաշալի փորձառություն է։ Փորձառություն, որը շատերի համար գուցե նախկինում թվար անիրականանալի։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։